Բարև բոլորին, այսօր եկել ենք Ամերիկայի հայտնի Crumble Cookie խանութը։ Այնտեղ կան շատ բազմազան համեր և այս վերջերս դուրս է եկել Դուբայ շոկոլադի համի կուկին։ Եթե դուք տեսել եք Լաս Վեգասի դոնատների վիդեոն, մենք այնտեղ փորձարկել ենք Դուբայ շոկոլադի դոնատ, բայց դա իմ դուրս շատ չեկավ, բայց ես ավելի շատ սիրում եմ այդպես թիթիզ բաներ, որպեսզի նրանք ավելի գեղեցիկ լինեն։ Եկեք մտնենք և տեսնենք, թե ինչեր կան։ Այստեղ մի քանի բաներ դրված են, բայց ավելի շատ պետք է ապռոտով ձեռք բերենք։ Այնուհետև դու ասում ես քո անունը և նրանք պետք է կանչեն այդ անունով։ Ես կատարեցի իմ գնումները, այժմ բայց դուք չտեսաք այն, քանի որ դա պետք է դες անակնկալ լինի։ Միշտ դուք տեսնում եք, այս անգամ որոշեցի այսպես անել։ Այստեղ կտեսնեք մի քանի տարբերակներ, որոնցից մի քանիսը ես գնել եմ։ Ամբողջական կուկիների քանակը ընդհանուր մենք գնել ենք 6 հատ։ Այստեղ հիմա երբ որ նրանք որան անի, մենք պետք է գնանք և վերցնենք մեր կուկիները։ Այնտեղ նրանք արդեն պատրաստի ունեն և ինչպես տեսնում եք արդեն դնում են ամանների մեջ։ Բախտը մի քիչ էլ դրել են, քանի որ այստեղ է համարյա ամեն ինչը վարդագույն է, իսկ իմ ամենասիրածինը դա վարդագույնն է և մանուշակագույնը։ Այստեղ կան այսպիսի նվեր քարտեր տարբեր տեսակի։ Այս մեկը այսպիսի աման է, որի մեջ կան կուկիներ և այլն։ Այստեղ ուղղակի գրված է Crumble, քանի որ Crumble-ը դա Crumble կուկիների անուն։ Ես արդեն կատարեցի իմ գնումները, ահա և այն, բայց ցավոք սրտի այնտեղ չկար Դուբայ շոկոլադինը, բայց ոչինչ, մենք կատարել ենք ուրիշ գնումներ, որոնք կփորձարկենք այսօր միասին։ Մենք գնել ենք 6 հատ, ահա և նրան։ Եկեք սկսենք համտեսել։ Մեր առաջին կուկին այսպիսի բրաունի տեսքով է։ Կարծում եմ իմ բաժանորդներից կլինեն մարդիկ, ովքեր իմ նման սիրում են բրաունի։ Ներսում այսպիսի շոկոլադ է, նուտելլա։ Ես այն շատ հավանեցի, միակեմ 10-ից 9, քանի որ ես բրաունի շատ եմ սիրում։ Մեր հաջորդ կուկին սա է։ Եթե դուք տեսել եք իմ շորթը, ուրեմն կհիշեք այս վրայի պեչենին։ Այնտեղ ես պատրաստում էի cheesecake և լցնում էի հունական յոգուրտի մեջ այս պեչենիներից։ Եկեք փորձենք։ Իրականում վրայի այս պեչենին ունի լրիվ իսկական այս պեչենի համը և ես այն շատ հավանեցի։ Վրայի այս կրեմը այս վիդակը այդպես շատ համ էլ չունի, ուղղակի կարծես թե անհան կրեմ վրանից լինի։ Այնուհետև վրայի այս կաթացրած միջուկը դենց էլի ես գցրել էի իմ մեկ շորթում, որ նոր պատմեցի ձեզ դրա մասին, այս նույն բանից է լցրած, իսկ այս վրայի բաները այս պեչենին են ուղղակի փշրել լցրել։ Ինձ սա շատ եկավ, ես էլի կգնահատեմ 10-ից 9։ Մեր հաջորդ կուկին այսպիսի ջեմով է։ Ես դեռ չգիտեմ ինչ ջեմի է, բայց իրար հետ հիմա կփորձենք և ձեզ կասեմ, թե ինչ ջեմի է։ Ես այն շատ հավանեցի, կամ 10-ից 15 շատ համեղար։ Այս վրայի միրաբան կարծես լինի իսկական տնական միրաբա և այն ելակի էր։
այս վրայի կրեմը նույն այս մի բանի վրայի կրեմից էր։ Ես այս մեկը շատ հավանեցի գտնում 10-ից 10։ Մեր հաջորդ քուքին իմ սիրած գույնի է։ Եկեք փորձենք։ Ես այս մեկը չհավանեցի, քանի որ վրայի կրեմը ես չեմ սիրում, որ վրայի կրեմը շատ է լինում եւ ուրիշ ոչինչ չի լինում։ Տակը այս պեչենին ինքը մի քիչ ցտվաշոտ համուն էր, իսկ վրայի կրեմը ինձ չեկավ։ Ես նրան կտամ 10-ից 9։ Մեր հաջորդ քուքին ունի այսպիսի տեսք։ Այս մեկը շատ գեղեցիկ է, ունեն այսպիսի բաներ են լցրած եւ էլի կրեմ է։ Կարծում եմ այս մեկը դուրը էլի չի գա, քանի որ ինչպես ասում եք, համարյա մենակ կրեմ է։ Ես նրան կտամ 10-ից 2, ընդհանրապես չհավանեցի, բայց այս մեկը ավելի լավն էր, քանի որ այս մեկի վրայի կրեմը ինքը չոր կրեմ էր։ Իսկ այս մեկի վրայինը թաց էր, ես չհավանեցի։ Վերջում մենք կփորձենք իր օրիգինալ համը, որը որ սովորական այսպիսի շոկոլադովն է։ Ես այն շատ հավանեցի, ես դրամ 10-ից 10։ Եթե ձեզ դուր է գալիս այս ֆորմատը, որտեղ մենք փորձարկում ենք տարբեր քաղցրեր, անպայման դրեք լայք եւ կոմենտներում գրեք։ Եթե լավ լինի ձեր կոմենտը, ես անպայման կլայքեմ եւ ձեզ կպատասխանեմ։ Թե ինչ crumble cookie համար այսքանը անպայման կոմենտներում կգրեք, թե սրանցից որը դուք կուզեիք փորձարկել։ Այսօրվա համար այսքանը։ Ստացեցինք։